Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Մի պահ չէի նայել, որ ինչ-որ կամերան ճիշտ չի դրած, ինչ-որ մի բան երևի, չգիտեմ, նկարանից, բայց ոչինչ, կարևորն է նա, եթե ես չուղարկեմ եթե, չի գնում։ Լավ, ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչքան տեղ ունեմ ստեղ, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ տևողությամբ կլինի այսօրվա իմ եթերը, բայց շատ կարևոր բաներ ունեմ ասելու, իդեպ, ժողովուրդ ջան, հիմա լսեք, առաջինը ուզում եմ անդրադառնալ Ազատություն ռադիոկայանին, որ ինչ-որ հրապարակում էին, որ Բաքվի բանտում նստած այդ արցախյան կլանի ինչ-որ զինվորական, չֆիքսեցի ճիշտն ասած անուն ազգանունը, նոր է դիմել, դիմում է պարոն Փաշինյանին, որ հակադարձի Բաքվին, հակադարձի Ալիևին այն թեմայով, որ նորից կրկնում են, որ Հայաստանն է հրահրել պատերազմ։ Ուրեմն, Ազատություն ռադիոդարան, լսի ինչ եմ ասում, լսեք, դիմեք այդ նույն մարդուն, ով որ, ռադիոկայան չեք, ռադիոդարան եք, դարան մտած, այսենց օծի նման կծկ փախնեք, դուք դիմեք այդ մարդուն, հաղորդում կազմակերպեք, ոնց ուզում լինի իրան կհասնի, թող դիմի այդ հարցով, ծուրբերան, գյոթվերանին, որ գիտեք, չէ ու մասին է խոսքը, Ռոբերտ Քոչարովի մասին է խոսքը, թող դիմի իրան, ու այդ Քոչարովը թող նորից փոդքաստ տա կամ հարցազրույց ու ժխտի իր այն ասածը, որ 100 անգամ ասել է, որ Հայաստանը հրահրեց պատերազմ, Նիկոլ Փաշինյանը ընդեղ ասաց Արցախը Հայաստան է եւ ոչ դրա համար եղավ պատերազմը, թող դուրս գա նորից եթեր ու ասի, որ գլուխը պատին է տվել, որ 1000 անգամ ներողություն ժողովուրդը քաղաքերել իր սայդ հոր հետ միասին, որ տենց հայտարարություններ է արել, այ ով պետքա հակադարձի, ինչ ամեն ինչ կապում Նիկոլ Փաշինյանի հետ, եվս մի հարց, էլի Արցախի հետ կապված, ինչ-որ մեկը իսրայելյան ինչ-որ, իսրայելյան, ինչ-որ մի, չգիտեմ, կներեք ժողովուրդ ջան այս արտասությանը մեն, բայց պտի ասեմ, ոնց ուզում ալին է, էլի, եթերային արտահայտություն չի, բայց են Արցախի տազերից մեկը, ելույթ է ունենում ու ասում է, պետք է ընտրենք նոր ազգային ժողով, ժողովուրդ ջան, ինչի ազգային ժողով, որտեղի ազգային ժողով, Արցախյան հանրապետությունը, Արցախի հանրապետությունը լուծարված է, թե որ Շահրամանյանը ձեզ խապել է ասել, որ գիտեք ընդեղ չկուտս ծալել է, էդի հաշիվ չի իմ արածը, իմ ասածը, ու դուք ոգևորվել եք նորից ազգային ժողով են ընտրում, որի նախագահան չեղած Արցախի հանրապետության նախագահ են ընտրում այս մարդուն, այսինքն ինքը տալիս է իր թեկնածությունը ու պատմում է, ասում է ինձ հարցրեցին ասին բա թեկնածուն ով է, ասի ձեր առաջ նստած է թեկնածուն, հասկանում եք ժողովուրդ ջան, սրանք պարզ է, հրամանները այդ որտեղից են ստանում, ինստրուկցիաները որտեղից են ստանում, տակ պահել Արցախի հարցը, նորից տակացնել, որպեսի նորից, առիթ տան Ալիևին խոսելու, առիթ տան ինչ-որ ռևանշիստների մասին խոսելու, այդ ամեն ինչը արվում է մտադրված ու արցախցիներ ոչ թե ի օգուտ ձեզ, այլ ի վնաս ձեզ, արցախցիներ, հիմա լսեք ինչ եմ ասում ձեզ, Ալիևը չի ասում մի եկեք, Ալիևը ասում է կարակ գաք, բայց Ադրբեջանի անձնագրերով և պիտի
ապրեք Ադրբեջանի օրենքներով, պիտի ենթարկվեք ադրբեջանական ոստիկանությանը, կառավարությանը, բոլոր այդ կազմակերպություններին։ Էդ է լինելու։ Բայց միաժամանակ Ադրբեջանն էլ ասում է, թե այդ դեպքում ես էլ կդնեմ ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան։ Իհարկե անհնարին բան է ասեմ ձեզ, որովհետև այդ ադրբեջանցիների վերադարձի հարցի համար, որպես այդ հարցը լուծվի, պետք է գյորրեից հանեն խորհրդային միության այն ղեկավարներին, որոնց ժամանակ եղել է այդ ամեն ինչը, չէ՞ որ դա չի եղել Սովետ միության քանդվելուց հետո եղել է այդ ընթացքում, դեռ եղել է խորհրդային միություն, Սովետ միություն, ժողովուրդ ջան, որպեսզի Ադրբեջանը կարողանա այդ հարցը լուծի, ասում եմ, գյորրեից պիտի հանի դրանց, բերի, որ նրանք իրանց որոշումները փոխեն։ Ու իրանց միջոցով լուծվի այդ հարցը, որովհետև այն ժամանակ դեռ անկախացած չեն եղել այս հանրապետությունները, երբ որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել, երբ որ Սումգայիթում տեղի ունեցան, ջարդերը Սումգայիթում, Բաքվում, դրա պատասխան Հայաստանից հեռացան ադրբեջանցիները, ի պատասխան, որովհետև վախեցան մնալ, վախեցան, որ վրեժ կլուծեն իրանցից, ու հեռացան, փոխանակեցին մենք, ոչ մեկի քթից արուն անգամ չի եկել, փոխանակել են, ծախել են, չգիտեմ ինչ են արել, ինչ չեն արել ու գնացել են, խաղաղ ձևով, ոչ մեկ իրանց մազին չի կպել, իսկ հիմա էդ եղել է մինչև անկախանալը, անկախանալուց հետո այո պատասխան են տալիս այդ հանրապետությունների կառավարությունները, բայց որպեսզի այդ հարցը լուծվի եւ Սումգայիթի ինչի մենք չենք բարձրացնում Սումգայիթի, Բաքվի, ջարդերի հարցը, որտեղ չկա այդ իշխանությունները, չկա, թաղել են բոլորին, դե գնանք հանենք դրանց գյորրեից, գերեզմաններից հանենք, որ այդ հարցերը դրանց հետ լուծենք, ժողովուրդ ջան։ Ու հիմա չգիտես ինչի ինչ-որ օյնբազություններ են նորից ուզում անել, իհարկե ի վնաս, էլի եմ ասում, ի վնաս Արցախի ժողովրդի, ոչ թե ի օգուտ Արցախի ժողովրդի։ Հիմա եկեք հարցում անենք ժողովուրդ։ Եթե հարցում արվի, հարցում, սոցհարցում, տեսեք, քանի արցախցիա համաձայն Ադրբեջանի անձնագրերով հետ գնա Արցախ։ Կտեսնեք, որ չկա տենց մարդ, չկա, ոչ մեկ տենց ռիսկի չի դիմի։ Էլ ինչի մասին է այս ազգային ժողովը, նոր նախագահ, չգիտեմ ֆլան-ֆստան։ Իդեպ, մի բան էլ ուզում եմ ասել բոլոր այն իրավապաշտպաններին, որ իրանց դրել են, չգիտեմ ում տեղը, դուք Աստված չեք, դուք ոչ մեկը չեք, դուք միջազգային կազմակերպություններում հարց չեք կարողանա լուծել, մի խաբեք այդ ժողովրդին, հույսեր ավելնորդ հույսեր մի տվեք, որ հարցը դրված է, հաջողություններ ենք գրանցում, որ հաջողությունն եք գրանցել մինչև հիմա, մի հատ օրինակ բերեք էլի, հա, բանաձևեր են ընդունում, մատ են թափ տալիս ընդեղից Ալիևի վրա, Ալիևն է բռունցքա ցույց տալիս իրանց, էտա ձեր հաջողությունները, հա, հաջողությունների ենք ասել, ոչ մի հաջողությունների էլ չեք ասնելու, ասեմ նախապես իմանաք, գիտեք ինչի չեք ասնելու, որովհետև այնքան գլխացավանք ունեն այդ միջազգային կազմակերպությունները հենց հիմա այս պահին, որ չեն կարողանում լուծել այդ հարցերը, ու նույնիսկ ինչ-որտեղ ուրախ են, որ այդ հարցը մի կողմ է դրվել, գոնե այդ մի հարցը լուծվել է, թեկուզ այս ձևով,
Թեկուս այս ձևով, բայց ձեր կարծիքով ինչի համար է Եվրոխորհուրդը օգնում Հայաստանին, որ հաղթահարի էս դժվարությունները, այս ամեն ինչը։ Հենց նրա համար, որ գիտի, որ այտենց հարցեր կա լուծելու, որ Հայաստանը մենակ իր ուժերով կդժվարանա այդ ամեն ինչը անել։ Մանավանդ, որ երեք ես մի երիտասարդ կիներ, շատ խելացի, հարցազրույց էր տալիս Մերաբյանի մոտ էր։ Սոցիոլոգ, որը զբաղվում է Սովետ միության ժամանակաշրջանի Հայաստանի բնակչության այդ հոգեբանական խնդիրներով, իրանց այդ պետությանը վերաբերվելու այդ ամեն ինչի հարցերով ուսումնասիրում է այդ կինը պարզապես, որպեսզի հիմիկվա համար մենք եզրակացություններ անենք, ինչ պիտի անենք, ինչ պիտի փոխենք։ Ու շատ ճիշտ բան ասեց, սովորել էին, ասում իրանք այն ժամանակ հույսները դնել պետության վրա։ Դուք նկատել եք, ժողովուրդ, որ շարունակվում է այդ տրադիցիան։ Ինչ լինում է, Փաշինյանը թողանի, այն ինչ որ իրանք էլ կարող են անել, թեկուս այդ արտադրողները, գյուղմթերք արտադրողները, մյուս ձեռնարկատերերը, ինչ որ իրանք էլ կարողանան, գցում են պետության վրա։ Առանց այն պետության հոգսը այնքան շատ է, պաշտպանությունն է, այս դիմագրավելն է, այս հիբրիդային պատերազմներին, այս 5-րդ Շարասյանը այնքան շատ է, որ ժողովուրդ ջան, ձեր անձնական խնդիրներն մի բարդեք, պետության վրա։ Տեսա, որ ձկնորսներն են հավաքվել։ Ինչ եք ուզում ասել դրանով, ժողովուրդ։ Հենց այդ ձկնաբուծական, այդ ձուկ բուծող կազմակերպություններին եմ ասում։ Ինչ եք ուզում ասել։ 20 թվին, 2020-ին Ռուսաստանը ցույց տվեց իր վերաբերմունքը մեր նկատմամբ։ Շատ էր, որ կառավարությունը մնաց ԵԱՏՄ-ում, բայց դուք որպես ձեռնարկատերեր, որպես ձուկ բուծող կազմակերպություններ, ինչի վրա էիք հույսները դրել, ինչ էիք մտածում, ինչի չէիք փնտրում այլընտրանքներ, դուք ինքներդ, դուք կարայիք շատ հանգիստ մի քիչ փող ծախսեիք, մարդիկ վարձեի տնտեսագետներ, ասենք այն մարդիկ ռեկլամի ոլորտներում աշխատողներ եւ այլն, եւ շատ մոտիկից ծանոթանայիք եվրոպական այդ կենտրոնների հետ, որոնք ընդունում են այդ ապրանքները, կազմակերպում են այդ վաճառքը ու կամաց դուք գոնե ձեր համար ունենայիք այդ ոնց որ ալտերնատիվը ունենայիք, ստեղծած լինեիք, չէ, էդ էլ պիտի պետությունը անի, էդ էլ պիտի նախարարը անի, դուք հանգարց բան չանեք, դուք մենակ պահանջեք, ու մեկն էլ խոսում է մեկ դբր ես ասում է, վերաններ կդնենք, կգանք ստեղ կապրենք, արի քնի ընտանիքովդ հանդերձ տեղ ինչ պիտի փոխվի դրանից։ Դուք շատ լավ գիտեք, որ ասում այս շաբաթ ասում են մյուս շաբաթ, այո ժամանակ ապետք, իսկ այն ինչ որ Ռուսաստանը արեց, կարելի էր կանխատեսել, ու կանխատեսողը պետությունը որոշ բաներ արել էր, բայց ձեր մասով դուք պիտի արած լինեիք, որովհետև ձեր գործը մշտական է, նրանցը սեզոնային է, այդ իրան արտահանողներինը, գիլաս արտահանողներինը, այն մյուսը պտուղ բանջարեղեն արտահանողներինը սեզոնայինն է, ձերն է հիմնական, դուք պիտի մտածած լինեիք այդ մասին, բայց ոնց կլինի, կարող է մի 2 կոպեկ ծախսեք, ու ձեր լկտի պահվածքը, ընդեղ էլ ինչ-որ բան ֆեյսբուքներում թափթփուկներ բերելու ենք, լցնենք, եկեք կերեք, դուք նստեք կերեք, ձեր այդ ֆեյսբուք մտնողների հետ միասին, այդ ինչ ձև է,
Այդ ինչ վերաբերմունք է, այ ճիշտ էր ասում այդ երիտասարդ կինը, ափսոս չկարողացա անազգանունը ֆիքսել, ասեց շատ երիտասարդ էր, բայց շատ խելացի, ասեց այդ հոգեբանությունը գալիս է սովետի ժամանակներից, որ նստեն, սպասեն, ամեն հարց պետությունը լուծի, ամեն հարց։ Մի խոսքով ոչ մեկը ձեր ուղեղը չի աշխատած, լավ սեն, ձեր համար հանգիստ տեղավորվել եք Ռուսաստանի գիրկը ու լավ էիք զգում ձեզ, բայց չէիք ասում, ախր 22 թվից Ռուսաստանը մտել է պատերազմի մեջ, այ համբալներ, պատերազմ, որ շատ հնարավոր էր, որ այդ երկիրը քանդվի, վերանա, քայքայվի, չգիտեմ, պայթի, բա այն ժամանակին չէիք անելու, հա, լավ, այդ կազմակերպությունները չարքել էին, Ռուսաստանը միատատումային ռում կցեին ընդեղ, վարակ, ամեն ինչ, ոնց էիք տանելու ձեր մթերքը, վրա էիք ծախելու ձեր մթերքը, պատերազմի մեջ եղող երկրի վրա ոնց եք հույս տանում, հիմա կասեք, թող հայ ատոմից դուրս կար, մենք էլ հույս չէինք դնի, հիմա է դուրս գալիս, ենթադրենք, հələ էլի դուրս չի եկել ձեր խաթեր, այ ձեր նմանների խաթեր, որտեղ մտածում է կարող է հələ մի բան փոխվի, բայց դուք չեք գնահատում, ձեր համար ոչ մի նշանակություն չունի, դուք ուզում եք, որպեսի ձեր գրպանը չվնասվի, հանգարց մի կոպեկ չաղկատանաք, հանգարց մի կոպեկ չկործնեք, ընդ որում կառավարությունը ժողովուրդ ջան ամեն ինչով ընդառաջում է սրանց, սրանք չեն գնահատում, որպեսի հանգարց մի կոպեկ չվնասվեք, դուք ուզում եք մենք չոքենք նորից Ռուսաստանի առաջ, նորից մտնենք Ռուսաստանի բուռ և դեմ չեք լինի, իհարկե որ ձեր կոպեկի խաթեր նույնիսկ դառնանք գուբերնիա, համոզված եմ, որ այնպես տարիքի մարդիկ էին խոսում, բոլորը բանակի տարիքի երեխաներ ունեն, ուրեմն ձեր այդ փողը թանկա ձեր երեխեքից, այ խոսում էր Գյումրու ասպարեզ ակումբի ղեկավարը, ազգանունը մոռացա, լավ, գյումրեցիների նման ասեմ, ձյաձ Լևոնը, ու շատ ճիշտ բան ասեց, այն ասեց, ինչ որ ես արդեն ամիսներ շարունակ ասում եմ ժողովուրդ ջան, զորահավաք անելու, արդեն խոսում են այդ մասին, մտադրվել էր 1 միլիոն զինվոր հավաքելու, բայց երևի դա գտել են, որ անհնարին է, մինիմումը 500,000 զինվոր, ժողովուրդ ջան, առաջին հերթին գնալու են այլազգերը, դրա համար էի ես անդադ ասում, ժողովուրդ թողեք, դուրս եկեք, քանի ժամանակ ունեք, կփակի սահմանները, թույլ չտա ոչ մեկի դուրս գալու ու կտանի կկոտորի, իսկ որ կոտորվելու են դրանում չկասկածեք, որովհետև գնալով ուժեղանում է Ուկրաինան, Ռուսաստանը թուլանում է Ուկրաինան ուժեղանում է, տանելու է լցնի այդ Դոնեցկ Դոնբաս այդ տարածքը ու միանգամից չգիտեմ գնացողը հետ չի գալու ու դուք այսօրվա օրը եկել եք, տանգավել եք այդտեղ, էլի նեղն եք դնում կառավարությանը, ոտները դրել եք բեկին ու սեղմում եք, որն է ձեր ուզածը, ձեր լակոտներին տանեք դառնան խոզիկեր Ռուսաստանի, այդ Ուկրաինայի դաշտերում, այդ եք ուզում, թե մի քանի կոպեկ որ կարող է և հանգարց վնաս կրեք, հա, մեկը ամեն ինչ անհնարին բան չկա, էդ էլ կարվի, բայց են որ դուք խոզերի, եզերի նման եկել եք ճկռել եք այդտեղ ժամանակին ոչինչ չեք արել ու եկել եք տանգավել եք նագլի խոսում եք ու ոտներդ էլ դնում եք կառավարության բակին, թե էս էլ կանես, են էլ կանես, ճիշտ է ձեր պահվածքը, հա,
մարդիկ եղել են, մարդիկ, էլի արտահանողներ, որ ժամանակին պրպտել են, ու այսօրվան օրը շիվեր չմնացին։ Երևի այդքան էլ հաջող չի եղել ռուսական շուկան իրանց համար, իրանք կամաց իրանց համար այդ փոխարինողը գտել են, ալտերնատիվները գտել են, ու հիմա չխեղճացան։ Իսկ դուք լավ տեղավորվել էիք, հարմար տեղավորվել էիք, ու հետ սկի մտներով որտել չեր անցնում, մի ուրիշ ուղղությամբ էլ մտածք, որովհետև այդ երկիրը պատերազմի մեջ էր։ Ինչ հույս էիք դնում պատերազմող երկրի վրա, հա։ Հիմա էլ մունատ, զունատ, ինչ-որ, չգիտեմ, սպառնալիքներ, սենց կանենք, կագանք ստեղ կքնենք, քնեք, ում եք պետք, քնեք իշքան ուզում եք։ Իսկ այդ ձեր ոտի հանողները, ոգևորողները թող լավ իմանան, որ ամեն մի ձկնաբույծի, ամեն մի ծաղկաբույծի համար մենք չենք գնալու ու չենք դառնալու Ռուսաստանի ստրուկը։ Հասկացաք։ Ինչ-որ մի ձևով եւ ձեր եւ կառավարության իրար հասկանալով, իրար զիջելով որոշ տեղեր պետքա այս ամեն ինչը արվի, քիչ բան չարվեց, շատ բան արվեց։ Այդ պիտի նրանք, այսինքն նրանք լինեն ինչ պիտի անեն, մի անգամից կհամաձայնվեն ռուսների ամեն ասացի հետ ու պրծավ ու գնաց, իսկ ձեր լակոտ լուկոտին կտանեին, կդարձնեին խոզիկ էր։ Ժողովուրդ ջան, հանգած չմտածեք, բոլորին է վերաբերվում։ Այն մարդկանց է վերաբերում, ովքեր իրանց անձնական շահը գերադասում են երկրի շահից, գերադասում են նույնիսկ իրանց երեխեքի կյանքից։ Հենց իրանց համար են լակոտ լուկոտ դրանք, ոչ թե երեխա, ոչ թե սերունդ, ոչ թե մարդ, հետնորդ, վերջապես սերունդ, ազգի շարունակություն, հետ լավ ժողովուրդ ջան, ուրեմն այս մի քանի հարցերը իրականում շատ կարևոր են, որ մենք իրոք պետքա դուրս գանք այդ հոգեբանությունից, քանի որ արդեն լրիվ ուրիշ կարգերա, ուրիշ միջավայրա, հիմքից փոխված է, պարզապես մենք ինքներս ամեն մեկս պիտի պայքարենք այդ հոգեբանության դեմ, որ ամեն ինչ պիտի անի պետությունը։ Իմիջայլոց կարող է տեղին չի այս համեմատությունը, բայց պիտի անեմ, ծնողներ էլ կան, չէ, որ ասում է ամեն հարցով կզանգեն, կան հանգստացնեն, մունատ կգան իրանց երեխաների վրա, բայց ծնող էլ կա, որ ասում է կընկնի, կպրպտի, կաշխատի, ինքը անի, երեխուն նեղություն չտա, տարբեր են, տարբեր։ Ես ուղղակի զարմանում եմ, էլի, այս մեր ժողովուրդը ընդհանրապես չի ուզում փոխվի։ Չի ուզում փոխի, ախր կյանքը զարգանում է, կյանքը փոխվում է, ախր կյանքը օրեցօր, ժամ առ ժամ է աշխարհը զարգանում։ Դուք ուր եք մնում, Ռուսաստանն են մնաց հետ, տեսակ արդյունքը, ինչ եղավ, այն որ այսօր խուլ ու համրի դերում են, ամբողջ մի մարդախումբ։ Ես դրան ժողովուրդ չեմ ասելու, չեմ էլ ասելու, մարդախումբ խուլ եւ համրի դերում են, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ կտրեց, ամեն ինչ սահմանափակեց, ուժեղացրել է իր պրոպագանդան, պատրիոտիզմ, արդեն համաձայն են, որ իրոք պատերազմը ոչ թե SVO, եւ պետքա բոլորը պատրիոտիզմից դրդված, հայրենասիրությունից դրդված գնան ու մեռնեն։ Այդ ինչ է ասում։
ու այդ ամբողջ այդ լարված այդ պրոպագանդանա գնում մնացածի առաջ մնացածը փակելա, որ հանկարծ ուրիշ տեղից ուրիշ բան չլասեն, դուք հասկանում եք ոնց են լվանում մարդկանց ուղեղները, ու այսքանից հետո, այսքան բանը տեսնելուց, զգալուց, իմանալուց հետո, արդեն որ երրորդ մարդը այսօր նույնը, հիմա էլի նույն ձևով պիտի ասեմ, Ձյաձ Լևոնը Գյումրու ասպարեզ ակումբի ղեկավարը էլի նույն բանն էր ասում, որ դուրս եկեք այդ տարածքից, որը ես արդեն երկար ժամանակա ասում եմ, ժողովուրդ ջան, ուրեմն իրոք պետքա դուրս գալ այդ տարածքից, մաշա դաշրայի սերը, միթե ձեր երեխաների կյանքից ավելի թանկ է, ժողովուրդ ջան, լավ, այնքան բացահայտ է, այնքան ակնհայտ է այդ, որոշել էին, որ ընտրություններից հետո, բայց երևի չեն սպասի ընտրություններին, իդեպ ուկրաինական լրատվականներն էլ են խոսում այդ մասին, արդեն մերոնք էլ են խոսում, որ անելու է զորահավաք, իսկ ես արդեն ամիսներ շարունակա ասում եմ, զորահավաքը անելու, ժողովուրդ ջան, թողեք, դուրս եկեք, ու հա, մի բան էլ աչքովս ընկավ էլի, Նարեկ Կարապետյանին այս իմ ասածը նորից վերաբերվում է Ռուսաստանի հայեր, ես վերջում էլի մի հատ կոչով կանրադառնամ իրանց, ժողովուրդ ջան, մի երկու բառել ես Նարեկ Կարապետյանի հարցերով, գիտեք, որ ազգային ժողովը գումարվել է, որ արձակուրդեն ազգային ժողովը գումարվելու է ներողություն օգոստոսի 2-ին, մինչև այդ, ուրեմն դատախազությունը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը արդեն բաժանել է մանդատները, որ զրկեն անձեռնամխելությունից Նարեկ Կարապետյանին, իդեպ շատ ճիշտ են անում, Նարեկ Կարապետյանին հարկավոր է ազատազրկել, փակել, ինչքան ժամանակա ժողովուրդ անցած իմ լայվում ես ասել եմ, Նարեկ Կարապետյանը շատ վտանգավոր է, մի նայեք այդ տղա, ու այսօր ես լսում էի իդեպ, հերթով գամ ժողովուրդ, որպեսզի չխառնեմ, իմ մտքերն են, ձեր մտքերն են, ուրեմն առաջինը ելույթ ունեցավ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է Նարեկ Կարապետյանին անձեռնամխելությունից զրկելու հարցը, որովհետև ազգային ժողովը դեռ չի աշխատում, չի գումարվել նոր կազմով, դա լինելու է օգոստոսի 2-ին, իսկ մինչև այդ դատախազության պահանջ կա, որ զրկեն Նարեկ Կարապետյանին անձեռնամխելությունից և այդ հարցը արդեն պիտի լուծվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ստեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս մեծագույն մանիպուլյատոր Վարդևանյանը, այդ Արամ Վարդևանյանը, խոշոր պաշտպան, որ ժողովուրդ ջան, ես գիտեի, թե դա կարգին իրավաբան է, բայց չէ, այնքան հեռու է իրավաբանությունից, ավանտյուրիստ, գրդոն անող իրավաբանության մեջ, բառից բուն իմաստով գրդոն անող, այդ որ դրանց վրա գրդոն է անում, լավ է անում, բայց որ հարցազրույց է տալիս ու փորձում է ժողովրդին էլ գցել թյուրիմացության մեջ, այդ Արամ Վարդևանյան հեչ լավ չես անում, որովհետև տեսեք ինչ է ասում ժողովուրդ ջան, ասում է Վահագն Հովակիմյանը իրավունք կենտրոնական հանձնաժողովի, ընտրական հանձնաժողովի նախագահը իրավունք չունի, ասում է հիմա ինքն է ասել, որ ինքը արդեն իրավասու չի,
իրա կոմպետենցիաների մեջ չի մտնում այդ հարցերը, իրավասության մեջ չի մտնում, բայց քանի որ դատախազությունը պահանջում է շտապ, ազգային ժողովն էլ չի գումարվում, ուրեմն Վահագն Հովակիմյանը իրավունք ունի լուծելու այդ հարցը։ Եվ հետո Վարդևանյան գրդոնչի, եթե քեզ թվում է, թե Վահագն Հովակիմյանը սահմանադրական դատարանից չի հարցրել, ինքը ունի այդ իրավունքը, թե չունի, չարաչար սխալվում ես։ Դա մինչև երկար տարիներ է քաղաքականության մեջ, քանի անգամ եղել է ընտրական հանձնաժողովի նախագահ, շատ լավ գիտի ոնց պիտի անի։ Դա անպայման հարցրել է, օրենք չի խախտում, Վարդևանյան գրդոնչի։ Ու լավ, էսի արդեն ասեմ ձեզ ժողովուրդ ջան չափերն անցավ, պարզապես տեսելա որ փող ունեն, ունեցողներն էլ էշ մեռնում են, ոչ մի բանից գաղափար չունեն, անցելա գրդոնի։ Ասում եմ, գրդոնը տարա Վարդևանյան, բայց ելույթները սահմանափակի, այդ հարցազրույցներով ժողովրդին մի խափի, մի ապակողմնորոշվի, թե Վահագն Հովակիմյանը անօրինականություն է անում Նարեկ Կարապետյանի հանդեպ, ոչ, հիմա անցնեմ Էդգարիկին, գիտեք չէ ով է Էդգարիկը, Անժելա Թոմասյանի հարսը, այսինքն եղբոր կինը, Հրայր Թոմասյանի կինը, Էդգար Խազարյանը, ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, ասում է, գիտեք, ընենց բարի, ընենց, հենց են ինչի մասին, որ ես մտածում էի ու ասել եմ իմ նախորդ լայվերում, Նարեկ Կարապետյանը իրան դրել է դեբիլի տեղ, բայց հեչ էլ դեբիլ չի, Նարեկ Կարապետյանը հանցագործ է ու շատ վտանգավոր մարդ, նրա են սենց դեբիլի ժպիտը, որ տալիս է դեմքին, սենց բարի, այդենց որ խոսում է բանը, այդ ամեն ինչը քողա, ժողովուրդ ջան, քողարկում է իր իսկական էությունը, սա մանիպուլյացիայի լավ դպրոց է անցել։ Ու հոյակապ գիտի ոնց կարելի է պարտակել հանցագործին դեբիլի քողի ներքո։ Ինքը այդ շատ լավ է սերտել։ Ու կարողանում է շատերին հավասար, եւ այդ Գարիկը հաստատեց իմ ասածը, ու ոնց է ներկայացնում Նարեկ Կարապետյանը, կիրթ, կուլտուրական, ճանճ չի տրորել, են տղեն չի, որ ծեծելով, 10 միլիոն, որ ծեծել էր տվել են տղուն, ինքն էլ հետներ հարցակվել այն երիտասարդ, այն գործարարին, որ 10 միլիոն էին դրել վզին, որ այդ խեղճ տղեն փախավ մինչև Ամերիկա, այդ Նարեկ Կարապետյանը չէ, այդ կուլտուրական Նարեկը չէր, որը հետո էլ չդատվեց, կաշառքով դուրս եկավ, որ այդ տղեն բողոքել էր, մինչև հիմա բողոքում է Ամերիկայից, այդ Նարեկը չէ, այդ նույն Նարեկը չի, եւ Անժելա Թոմասյանի հարսն, այդ Գարիկը ներկայացնում է Նարեկին, խեղճ, բարի, կուլտուրական, անմեղ, մոտը դնես բերանը չի կծի, էնելը ոնց կկծի, մինչև ուսդ կուտի։ Ժողովուրդը, ես դեռ իմ անցած լայվում ասել եմ, վտանգավոր ծրագիր ունեն սրանք, շատ վտանգավոր, եւ այդ ծրագիրը իրագործելու է Նարեկ Կարապետյանը, դրա համար դատախազության պահանջը դրան զրկել եւ ձերբակալել շատ ճիշտ է, եւ այն մորուքավորի հետ, այն Ալիկ Ալեքսանյաներին կեղտ էր, այդ կեղտի հետ
զբաղվել են նաև փողերի լվացումով։ Դա է հիմա փաստ, բայց այն, որ սրանք կեղտոտ ծրագիր են մշակել, որի համար ես զգուշացրել եմ այդ դեբիլ ձևացող այդ հանցագործ Նարեկ Կոչեցյալին, կդատվես ցմա տականք, քեզ գժի տեղ մի դիր, կդատվես ցմա։ Այ ես մինչև այս ամեն ինչը ասեցի, որ ես նույնիսկ զգուշացրել եմ դրան իմ լայվում, որ կդատվես ցմա, խելքդ գլուխը հավաքի, որովհետև ժողովուրդ ջան, ես ոչ մի բան չունեմ խաբելու, ես իրականում թափառող հոգի եմ, ես գիտեմ ով որտեղ ինչա անում, ինչա որոշում, ժողովուրդ, ծանր է, հեշտ չի, շատ ծանր ճակատագիր է ինձ բաժին ընկել, բայց ես ուրիշ ճար չունեմ, էտա, ժողովուրդ ջան, որտև ես աչքերս փակում եմ, մինչև հիմա չեմ ասել, բայց հիմա պիտի ասեմ, այսինքն մարդկանց շարք է գալիս գնում, ինչ-որ պատկերներ, ինչ-որ բաներ, դուք երևի որ պարկում եք քնելու, հանգիստ քնում եք, բայց ես չունեմ այդ հանգիստը, դուք հասկանում եք ժողովուրդ, բայց ես այս ամեն ինչը տանում եմ, դիմանում եմ, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին, իմ հայրենիքին, ժողովուրդ ջան, այդ որ դրա այդ քալեն թափած հոպարիկը, հոպլան, ասում է, որ ինչ-որ ծաղրում են, որ ասում է, մենք գաղտնի պլան ունենք, մի ծաղրեք, ունեն ժողովուրդ ջան, ու դա, այդ պլանը իրագործելու է Նարեկ Կարապետյանը, ղեկավարելու է Նարեկ Կարապետյանը, ու այն, որ փաստ կա հիմա, որ դրան ձերբակալեն, զրկեն անձեռնամխելությունից, դա հենց այնա, որ մեր կառավարությանը կհաջողվի խուսափել արյունահեղությունից, դուք չեք ուզում հասկանաք, ժողովուրդ, որովհետև ես իմ այս վերջին թե նախավերջին լայվում դիմել եմ կառավարությանը, որ պարոնայք կանխեք, մի թողեք բանը հասնի դրան, նույնիսկ օրինակ էի բերել հոկտեմբերի 27-ը, Նաիրի Հունանյանի, նրա խոսույթը, նրա այդ որպես տերորիստ ծանունդը, Նաիրի Հունանյաններ կգտնվեն, ես չմտածեք, մենակ Նարեկ Կարապետյանի նման առնետներ լինեն, կազմակերպեն, ամեն ինչ էլ կգտնեն, որովհետև այդ դեբիլի շղարշի տակ թաքնվել է հենց առնետությունը, որ մարդը իրան ցույց է տալիս լրիվ ուրիշ կերպարով, դիմակավորված, բայց ինքը իրականում բոլորովին ուրիշ է, անենց որ այդ գարիկ, այդ քարոզը հետույքդ մցրու, Նարեկ Կարապետյանը կուլտուրական բարի չի, իդեպ մի բան էլ ես հասկացա, ես ժողովուրդ խոստովանել եմ, չէ, որ ես ունեմ նաև մարդկանց մտքերը կարդալու հատկություն, ու այդ 40 տարիների ընթացքում ես այդ ձեռք եմ բերել անդադին վրա աշխատելով, ժողովուրդ ջան, և Էդգար Ղազարյանը, և այս փաստաբան Կոչեցյալ գրդոնչին, Վարդևանյանը, երկուսն էլ անենց ուրախ են, անենց գոհ են, որ Նարեկ Կարապետյանը չմատնի խորհրդարան,
բայց տեսեք, որ 3 մանեթանոցը լաց են կապել, իբր թե վայ, Նարեկը, վայ, չեկավ, તો շատ էլ ուրախ եք, որ չեկավ, այդտեղ ձեզ համար տեղը լայնանում է, ու մի բան էլ պիտի ասում, ժողովուրդ սրանով վերջացնում, ժողովուրդ ջան, երկուսն էլ անցնելու են ԿՊ-ի կողմը, լավ հիշեք էս իմ ասածը, առաջինը իրանք են անցնելու, առաջինը, երբ որ սրանք անտեր մնան, սրանք տեր են փնտրելու, ու երազելու են, քանի որ Վարդևանյանի երազանքն դառնա նախարար, այս այդ գարիկը չգիտեմ ինչ ա ուզում, բայց երկուսն էլ ուրախ են, ժողովուրդ ջան, ու վերջում, ամենավերջում, ժողովուրդ ջան, ովքեր բարեկամ, ծանոթ, երեխա, զավակ ունեն Ռուսաստանում, խնդրեք, աղաչեք, հասկացրեք, թող դուրս գան, ժամանակ չկա, ընդամենը մի ամիս ժամանակ ամենասել, ամենա ուշը հոկտեմբերին, այդ զորահավաքը լինելու է ժողովուրդ, Պուտինը ուրիշ ճար չունի, կանգնեցնել չի կարող, իսկ շարունակելու ուժ չունի, պիտի հավաքի այդ ուժը, կարող է և դա նույնիսկ, ոչ թե կարող է, հաստատ չի փրկի, բայց անելու է ժողովուրդ, ու մի բան էլ հաստատվեց իմ ասածներից, որ Չինաստանը ոտ առաջ է գալիս ու մտադիր են հասնելու մինչև Ուրալ, նենց որ Չինաստանին շատ ձեռ է տալիս Ռուսաստանի, ոչ թե ծնկի գալը, այլ պառկելը գետնին, որ այսինքն վրայով ման ու հաջողվեց Սինձենպինին, հաջող ծրագիր իրականացրել, եթե կարողանար հաղթել Ուկրաինային, շարժվեր դեպի Եվրոպա, օքեյ, եթե չի կարողանում, բայց ինքը թուլանում է, տապալվում է, էլի օքեյ, ամեն կերպ օքեյ Չինաստանի համար, ժողովուրդ ջան, ու էլ նորից չծավալվեմ, թողեմ մյուս անգամվան, թե ինչ կկատարվի, բայց խնդրում եմ, ասեք, խոսք հասկացրեք, զգուշացրեք, նույնիսկ գիտեք բողոքեց ձյաձ Լևոնը ասում է, ես զգուշացրեցի իմ լայվում ասում է, ու ինձ ասում է հայոյանք էին գրել, մարդը ձեզ զգուշացնում է, մարդը ձեզ կարքին բան է ասում, այդ ինչքան վստահ եք Ռուսաստանի վրա, տեսեք ոնց են լվացել դրանց ուղով, Ռուսաստանը անպարտելի է, ուժեղ է, այս այդ ինչքան վստահ եք, որ նույնիսկ հայոյանք եք գրում այդ մարդուն, թողեք, դուրս եկեք, փրկվեք, փրկեք ձեզ, լավ, ժողովուրդ ջան, ես երևի Facebook-ում էլ կխոսեմ այդ մասին, հիմա եկեք այսօր այսքանով սահմանափակեմ ու ժողովուրդ ջան մի քիչ համբերեք, ամեն ինչ լավ է լինելու, արդեն թրիփի այդ նախագիծը սկսում են, ծրագիրը սկսում են իրագործել, շատ բան է փոխվելու Հայաստանի համար, դեպի լավը, ժողովուրդ ջան, ես ասել եմ, որ մենք թունելից դուրս ենք եկել, ու մեզ մնում է, ճիշտ ճանապարհով գնանք առաջ, այտենց էլ կա, հավատացեք, Հայաստանի ապագան շատ լավն է, ժողովուրդ ջան, ու հետո Հայաստանը դառնալու է այն տեղը, որտեղ կերազեն ապրել մարդիկ, դա հաստատ, չկասկածեք,
ժողովուրդ ջան, դիեզերքի ամենալավ, ամենաբարի ուժերը հայ ժողովրդի կողմից են ու կողքին են։ Իսկ մեր այժմեական կառավարության վրա չկասկածեք, ժողովուրդ ջան, իդեպ դրանց մեջ մեկը կա Հայկ Սուքեսյան, զարմացա այսօր լսում եմ ասում, հələ տեսեք ոնց է համընկել, երբեմն ես իմ նախկին լայվերում ասել եմ, որ հաջորդ վարչապետը լինելու է Հայկ Սուքեսյանը, բայց ի նկատի եմ ունեցել Շիրինյանի կուսակցության փոխնախագահի, ոչ թե ինչ-որ չգիտեմ հետով այդ Հայկ Սուքեսյանը իրանից ինչ է ներկայացնում, ասում են ես չէ՞ որ ժողովուրդը ես ասեմ Հայկ Սուքեսյան ու հանգարց մտածեն դրա մասին։ Ժողովուրդ ջան, չգիտեմ հետով, բայց կիմանամ, ինչ-որ Հայկ Սուքեսյանի մասին էր խոսքը, որը նույնպես զրկել են մանդատից, թե հրաժարվել են մանդատից, իդեպ սրանց մեջ տեսակ, չէ, առնետները, որ ասում են նավի խորտակում, առնետները փախնում են, չէ, նավից, մի քանի հոգի հրաժարվեցին, շատերը, այսինքն, որ դե մտածել են, հա, դե գնանք խորհրդարանում նստենք այդ փողի համար ինչ մենք ավելի լավ գործ կարանք անենք դրսում, այնտեղ ժամանակ չկորսենք եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ժամանակը կգա ու դուք ձեր աչքով կտեսնեք, որ այս ամեն ինչը թատրոն էր սրանց կողմից, ինչ որ ծրագրված, ուղարկված մարդիկ, որ պարզավոր մեր ոչ մի հաջողություն չէին ունենալու։ Իդեպ այս խորհրդարանը ես ասել եմ ու կրկնում եմ, երկար չի ձգելու։ Նորից ընտրություններ են լինելու ժողովուրդ ջան ու կարգին ընդդիմադիր ուժեր կանցնեն խորհրդարան ու մենք արդեն թափ առած կգնանք դեպի պայծառ ապագա։ Ժողովուրդ ջան, բոլորիդ առողջություն եմ ցանկանում, բոլորիդ ու գիտեք մեկ էլ ինչի վրա եմ ուրախանում, որ մեր մոտ այս վերջերս անդադ տոներ են, վարդևարին, որ տեսնում է ժողովրդի ուրախությունը, ոնց է ուրախացել, որ մեր ժողովուրդը դուրս է եկել փողոց, տոնում է, ուրախանում են, թող շատ լինեն մեր տոները, մենք արդեն հոգնել ենք լաց լինելուց և պատրաստ եմ կտրելու բոլոր նրանց կոկորդները, ովքեր պատերազմ են երազում կամ հրահրում ժողովուրդ, լուրջ եմ ասում։ Ես դրանց կդատապարտեի ցմահ կամ ուղղակի կգնդակահարեի, եթե ես լինեի ղեկավար, կանեի։ Այդքան բանը տեսնելուց հետո եթե կա մեկը, որ նորից ուզում է, որ մեր ժողովուրդը թաթախվի դրա մեջ, ուրեմն արժանի է կամ նրան։ Ժողովուրդ ջան, գնահատեք խաղաղությունը։ Թանկ բան է խաղաղությունը, գնահատեք։ Ու Աստված տա, որ երկարատև լինի, որովհետև խաղաղություն, այդ երկարատևության հետ շատ հարցեր են կապված ու մեր երկրի ոտքի կանգնելը, ծաղկելը հենց դրա հետ կապ ունի, առաջինը դրա հետ, ժողովուրդ ջան։ Ուրեմն գնահատեք դա, ժողովուրդ, գնահատեք։ Այսքանը կհանդիպենք Բարին ընձես, ժողովուրդ ջան, կհանդիպենք։